Հունվարին, երբ որ սպանվեց Գեթ Հասանը, մեկ-երկու օր հետո ես կարծեմ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ սկսվեց պատերազմը եւ սա երկար է շարունակվելու։ Եվ Տարոյի կողմից, Տարել Օնյանի խմբավորման կողմից եւ Ասլան Ուսոյանի խմբավորումների կողմից սպանվել է արդեն 126 մարդ։ Վերջին տվյալը իմ մոտ եղած, արդեն 126 մարդ սպանվել է։ 126 մարդ սպանվել է, սպասում են նոր զարգացումներ Ասլան Ուսոյանի, այսպես ասած, թագի աթոռի համար բավականին երկար ժամանակ պայքար էր գնում, որոնց թվում նաև պայքարում էին ոչ միայն իր ամենամոտիկ կանգնած հարազատները, ազգականները, մոտիկները, այլ նշում էին նաև մեր Արմեն Ղազարյանի անունը, որը արդեն էսա գալիս է, ազատմա իր 37 ամիսը լրացավ, ազատմա հետ է գալիս։ Ես չգիտեմ նա Հայաստան կգա թե Ռուսաստան, բայց ամեն դեպքում, որ երկիրը նրա ընդունի կգա։ Արմեն Ղազարյանը շատ, ինչ ասեմ, այդ աշխարհում ճանաչված անուն է, բայց Գեթ Հասանի աթոռին նա չի ձգում։ Հիմնական, ես նորից եմ կրկնում, հիմնական հավակնորդը իմ կարծիքով դա Շակրո Մալադոյին է, որը գալու է իսպանական բանտում նստած է, գալու է գուցեև շաբաթ, 1-2 շաբաթվա ընթացքում։ Հայ իրականության հետ Գեթ Հասանի կամ Ասլան Ուսոյանի կապերը անմիջական են, շատ անմիջական են, քանի որ նա կապված է եղել Հայաստանի հետ եւ հիմա էլ այդ կապերը շարունակվում են։ Դուք շատ լավ գիտեք, որ նա մոտիկ է եղել Սվորավին, Ալիկ Մինալյանին, մյուսներին, այդ կապերը մինչև այլ շարունակվում են։ Վերջին դեպքը, որը կապված էր հայ իրականության հետ, եղավ ընդամենը մի քանի օր առաջ, ամսի 10-ին, երբ որ Արտեմ Լիպեցկուն ձերբակալեցին Մոսկվայից։ Իսկ Արտեմ Լիպեցկուն ձերբակալեցին նրա համար, որովհետև նա սերտ կապեր ուներ Գեթ Հասանի հետ։ Հասկանալի է, որ այս իրավիճակները անպայման Հայաստանի վրա կազդեն եւ ազդելու են։ Հիմա որպեսզի դուք իրավիճակը պատկերացրեք, այսպես է, Հայաստանում օրենքով գողեր, մշտական մնացող գողեր չկան եւ երբևէ չեն եղել։ Գալիս գնում են, կարող է 2 օրով գան, կարող է 2 ամսով գան եւ անդադ գնում են, բայց նրանք ոնց որ ասում է վերահսկում են եւ բնական է, որ Արտեմ Լիպեցկին անցյալ տարի, երբ որ օրենքով գող կարգվեց ամռան սկզբին, նա անմիջապես եկավ Հայաստան, պատահական չէր։ Անմիջապես եկավ Հայաստան, նայեց իրավիճակը եւ գնաց։ Այսինքն այստեղ կան մարդիկ, որոնք եւ վերահսկվում են նրանց կողմից կամ կապի մեջ են նրանց հետ։ Հանցագործություններ եղել են մեկ բանով, որը ժուրնալիստների բարի կամքով չիմացանք, թե դա ինչ հանցագործություն է։ Հայաստանից գողացվեց մոտավորապես 22, այդպես եթե չեմ սխալվում, այս ճշտեք 22 միլիոն դոլար արժողությամբ գրքեր, բաներ, 2 գրադաներ։ Այս թիվը խնդրում եմ ճշտել, ես կարող եմ սխալված լինեմ։ Բայց զարմանալին գիտեք որն է, ոչ ժուրնալիստները մտածեցին գրել այդ մասին, ոչ էլ դատարանում, երբ որ դատը գնում էր, դատավարությունը գնաց, մարդիկ դատապարտվեցին։ Իսկ ով ասաց, այդ ինչ գրքեր են տարել, ինչ հրատարակություններ են տարել, որևէ մեկը Հայաստանում չիմացավ այդ մասին։ Այսինքն ստեղ բլեֆ գնաց։ Իսկ գուցե ոչ մի գրքեր չեն տարել։ Իսկ գուցե սովետական Հայաստան թերթի պաշիվկաներն են տարել, որոնք ոչ մեկին պետք չեն։ Սա ինչ բան է։ Սա այն բաներ, որը ծածկվեց գնաց։ Եկեք այս գողական աշխարհին վերաբերվենք լրջորեն։ Ամեն մի երրորդ մասի մեջո Սիսյանցի բժո գալիս ասում է ես գող եմ, որովհետև նստել եմ բանդում։ Լավ ով է Հայաստանում իրական գողը։ Հիմա Հայաստանում վերջին մարդը, որ կար օրենքով գող, մահացավ դա Խոյեցյանն էր, Խոյ Մականով։